Այդ հարցը լուծում չի ստանա, իմաստ չկա բարձրաձայնելու։ Հաճախ երիտասարդները իրենց առնչվող թեմաների մասին լռում են այսպիսի կարծրատիպերի պատճառով։ Սրապ Գևորգյանը Գյումրիի ակտիվ երիտասարդներից է։ Փորձում է կոտրել այդ մտածողությունը։ Ունեցել եմ իմ սեփական ձեռնարկած համայնքային ծրագիրը, որի ընթացքում խոսվել է մեդիագրագիտության մասին եւ մեդիագրագիտության ընդհանուր բարձրացման մասին, ու այդ ծրագիրը արդեն ավարտին է հասցվում եւ դրա վերջնական նպատակը եղել է այն, որ երիտասարդներից 50 հոգի արդեն ստացել են մեդիագրագիտության վերաբերյալ սերտիֆիկատ, նրանք արդեն տեղեկացված են բոլոր հնարավոր խնդիրների եւ խնդիրների վերաբերյալ։ Սրապը տարբեր մարզերից Երևան եկած 70 երիտասարդներից մեկն է։ Նրանք այստեղ են մասնակցելու ԵՄ Հայաստան երիտասարդական ֆորումին։ Քննարկում են ինչպես առկա հնարավորությունները, այնպես էլ մարտահրավերները, նաև երիտասարդների դերը Եվրամիություն Հայաստան համագործակցության շրջանակում։ Սովորում եմ հայերեն, գեղեցիկ, շատ գեղեցիկ, բայց շատ դժվար լեզու։ Համաժողովը կազմակերպվել է ԵՄ պատվիրակության եւ ԵՄ երիտասարդական խորհրդի կողմից Հայաստանի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարն ընդգծեց, տպավորված է հայերի, հատկապես երիտասարդների ստեղծագործական մտքով։ This is the first ever EU-Armenia. Սա պատմության մեջ առաջին Եվրոպական միություն Հայաստան երիտասարդական ֆորումն է։ Մենք շատ բան ենք անում միասին, բայց դա բավարար չէ, պետք է անել ավելին։ Այն ամենը, ինչ մենք անում ենք Հայաստանում, ուղղված է նաև երիտասարդներին։ Օրինակ, վերջերս մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսությունը։ Սա միակ նմանատիպ երկխոսությունն է, որ ԵՄ-ն վարում է այս պահին աշխարհում, ինչը շատ կարևոր է։ Համաժողովին մասնակցելու համար 4 օրում ավելի քան 450 հայտ է ներկայացվել։ We need places, we need platforms and forums. Սա ցույց է տալիս, որ մեզ պետք են այսպիսի հարթակներ, եւ որ հայ երիտասարդները ոչ միայն ցանկանում են, այլև պատրաստական են խոսել եւ մասնակցել իրենց ապագայի կերտմանը։ Երիտասարդների դերը կարևոր է որոշումների կայացման գործում, այն որոշումների, որոնք ձևավորում են նրանց կյանքը եւ Հայաստանի Հանրապետության ապագան, ընդգծում է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Շատ կարևոր է հասկանալ մի պարզ բան, ժողովրդավարական հասարակությունում որոշումները կայացվում են փոխազդեցության երկխոսության միջոցով։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե դուք չեք ներկայացնում նախարարությունը, դուք որոշումների կայացման գործընթացի մասնակից եք, լինի դա երիտասարդության մասին օրենքը, թե այլ հարակից օրենսդրություն։ Պանելային քննարկման ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավարը, Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարի տեղակալը երիտասարդ խոսնակների հետ քննարկեցին նրանց առնչվող հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։ Շատ երիտասարդներ դեռ ստիպված են ընտրություն կատարել քննությունների, դասերի եւ քաղաքացիական ակտիվության միջոցառումներում ներգրավելու միջև։ Մենք պետք է դիտարկենք քաղաքացիական ակտիվությունը որպես ֆորմալ գործողությանը լրացնող մաս։ Եվ երբեմն ոչ ֆորմալ կրթությունից ստացված հավաստագրերը չեն ճանաչվում ֆորմալ միջավայրում, ինչը կարծում եմ ինչ որ պահի պետք է վերանայվի։ Տեղեկատվության պակաս, ծրագրերի եւ հնարավորությունների մասին ոչ արդյունավետ հաղորդակցում, մարզերի եւ Երևանի միջև կապի ու շարժունակության խնդիրներ։ Սրանք հիմնականում այն թեմաներն են, որոնք մտահոգում են ժամանակակից երիտասարդությանը։